Այսօր մեզ է միացել Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, բարև ձեզ։ Նախ առաջարկում եմ հասկանալ, ուր է տանում Ադրբեջանը հայ-ադրբեջանական նորակարգը համաձայնության տեքստը խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելուց հետո։ Գիտեք, մենք եթե չեմ սխալվում նախորդ մեր հանդիպումների ժամանակ քննարկեցինք, թե իրական ռազմավարությունը Ադրբեջանի ինչ բաղադրիչներ ունի, եւ այստեղ մենք պիտի հասկանանք, որ մի կողմից կա այն հստակ պատկերացումը, որ Ադրբեջանը փորձում է օգտագործի այդ ռազմական բալանսի բացակայությունը, իր ուժային ունակությունները լրացուցիչ ինչ-որ դիվիդենդներ պոկել հայկական կողմից, մյուս կողմից նաև կա իսկապես շատ լուրջ եւ շատ կարեւոր գործոն Ադրբեջանի ղեկավարության համար, որ հակահայկական այդ դիսկուրսը, ռիտորիկան շատ ակտիվ օգտագործվում է նաև Ադրբեջանի ներքաղաքական կայունությունը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բացակայությունը արդարացնելու առումով։ Եվ այդ ֆոնի վրա Ադրբեջանը, որը որ պարզ է, որ այս ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական բալանսի բացակայության դեպքում որևէ սպառնալիքներ չունի հայկական կողմից, փորձում է այս օգտագործել եւ նաեւ չկա, մենք չենք տեսնում նաեւ արտաքին կամ ներքին ինչ որ գործոններ, որոնք որ կարային զսպեին Ադրբեջանին, ինչ որ մի ձևով ստիպեին արագացնել այդ բանակցային գործընթացը, նույնիսկ ասենք թեթև տարբերակով համեմատել է օրինակ ժամանակի Մինսկի խմբի գործունեության հետ։ Մինսկի խումբն էլ խոսենք անպայման, որովհետև դա էլ է հասունացնում Ադրբեջանը։ Բայց բերեք այսօրվա հայտարարությունը վարչապետը այսպիսի միտք է հայտնում, որ համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ է սկսվում։ Ինչ քննարկման մասին է խոսքը։ Դե հայկական կողմի մոտեցումները հասկանալի են, կարծում եմ նաև տրամաբանությունը ինչի եւ ընդհանուր առմամբ հայկական կողմը շահագրգռված է այս փաստաթղթի շուտապույտ կնքմանը եւ նաև հասկանալի են քաղաքական, այդ թվում նաև ներքաղաքական, գաղափարախոսական ինչ որ պատճառներ, ինչի նաև Հայաստանի իշխանությունները շահագրգռված են այդ գործընթացում եւ պարզ է, որ նաև նպատակներից մեկը հայկական կողմի ցույց տալ, որ այդ գործընթացը իսկապես ինչ որ ձևով շարունակվում է եւ դրան ի պատասխան մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է կամ լարվածության ինչ որ ինցիդենտներով փորձի այլ տարբերակ, այլ պատկերացում ստեղծի կրակոցները կամ պարզապես հերթական անգամ իր այդ նախապայմանները կամ նախապայմաններին մոտ հայտարարություններ առնի, լինի դա սահմանադրության հետ կապված, թե ասենք կոմունիկացիոն խնդիրների լուծման, բացման այն տարբերակով, որը առաջարկում է Բաքուն։ Այսինքն փաստաթղթից դուրս գործողությունների մասին։ Այո, լրացուցիչ եւ այստեղ բազմից նաեւ նշվում է գործընկերները, փորձագետները, լրագրողները միշտ նաեւ այդ հարցն են բարձրացնում, եթե այդ 17 կետերը արդեն պայմանավորություն կա, դրանց ավելի ինչ է ուզում Ադրբեջանը, նշում են, որ Ադրբեջանը ուզում է լրացուցիչ ինչ որ մի բան ստանալ կամ լրացուցիչ դիվիդենդներ ստանալ եւ դրանք կարող լինեն այդ 17 կետից այլ ինչ որ տրամաբանության մեջ եւ նաեւ շատ հստակ, օրինակ այդ պատկերացնենք, դա էլ է ստանում, հետո էլի է լինելու։ Դե իրականում եթե Ադրբեջանի կողմից չկա պատրաստակամություն եւ չկա շահագրգռվածություն այդ փաստաթղթի շուտապույտ ստորագրման, Դուք ինչ եք կարծում, կա թե չկա։ Չկա, իհարկե չկա։ Այսօրվա տրամադրությունները երեք այսօր առաջացել է Անտալիայից հետո, թե սխալվում եմ։ Անտալիան պարզապես վերջի, ասենք, դիվանագիտական միջոցառումներ, որտեղ այդ հարցը բավականին ակտիվ քննարկվել էր մեր տարածաշրջանային համատեքստում, հասկանալի է, որ նաև Անտալիայի այդ միջոցառման համար Հարավ Կովկասի հարցեր առաջնահերթ չեն եղել, բայց կարծում եմ նմանատիպ նաև հնարավորություն կլինեն մոտակա այլ ֆորմատներով ներառալ նաև այդ հայտարարությունները, որ հնարավոր է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն մայիսի 9-ին Մոսկվայում։
նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, կարծում է վարչապետը։ Դա այսօրվա նորությունները։ Մի գուցե սա էլ է վերաբերում այն քննարկմանը, որի մասին էլի ասում է վարչապետը։ Այո, կարծում եմ հասկանալի է, որ երբ որ յուրաքանչյուր պա ադրբեջանական կողմը փորձում այդ նախապայմանը եւ հրապարակային եւ նաեւ այլ ֆորմատներում առաջ քաշել, հասկանալի է, որ հայկական կողմը նաեւ ստիպված է այս կամ այն ձևով արձագանքել, քանի որ ոնց որ նշեցի, հենց հայկական կողմի շահերից է բխում այդ գործընթացի գոնե արհեստական, ասենք, ուժղացման կամ արագացման փուլը ցույց տալը։ Լավ, ինչքան էլ արագացման ժամանակ խլող process է, չէ՞։ Մենք գործ ունենք։ Դե եթե նույնիսկ մենք տեսական համարենք, որ այդ սահմանադրական հանրակրվեն պիտի կազմակերպվի, ապա քաղաքական նպատակարարությունից ելնելով կարծում եմ իշխանությունների համար դա այդքան էլ նպատակարար չի լինելու, որ համընկնի, ասենք, 26 թվականի խորհրդական ընտրությունները, միջ դժվար թե միջև այդ հնարավոր լինի համադրել խորհրդական ընտրությունների համար, դա պարզապես վնասակար կլինի իշխող կուսակցության համար, հետևաբար ես կարծում եմ, որ եթե իշխող կուսակցությունը կարողանա նաև 26 թվականի խորհրդական ընտրությունները հաղթի, ապա դրանից հետո այդ շրջանն է լինելու, բայց ես չեմ բացառում, որ նաև ներգրավելով տարածաշրջանային գործընկերներին, որ միջև այդ, ասենք, իշխող կուսակցությունը կփորձի, եթե ոչ 17 կետանոց այդ խաղաղության պայմանագիրը ստորագրել, բայց գոնե ինչ-որ քաղաքական դեկլարացիա մակարդակով ինչ-որ մի փաստաթուղթ փորձի ստորագրել Ադրբեջանի հետ, որը նաև կարևոր փաստարկ կարա լինի քարոզչական կամ քաղաքական բնույթի, նաև ներքաղաքական պայքարում եւ հատկապես խորհրդանական ընտրությունների համատեքստում։ Բայց ոչ կարգավորում վերջնական։ Իրականում շատ լավ դուք հասկանում եք եւ նաեւ մենք բազմիցս օրինակներ կարանք բերենք եւ Ուկրաինայից եւ մերձարարքին, որ եթե չկա հստակ եւ ձևավորված ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական բալանս, ապա այդ փաստաթղթի արկայությունը դա չի երաշխավորում լիովին խաղաղություն։ Օրինակ տարածված գնահատականներից մեկն այն է, որ Բաքվի համար շատ կարևոր է ինչպես կհանգուցալուծվի Իրանի հարցը։ Հիմա գնում են բանակցություններ, ընդ որում այնպիսի բանակցություններ, որոնք կամ-կամի հարց են առաջացնում։ Բնական է, եւ ոչ միայն բանակցությունները, այլթվում նաեւ բոլորը դիտարկում են առնվազն հնարավոր ֆորս մաժորային տարբերակը, եւ այստեղ իհարկե Ադրբեջանի համար նույնպես որոշ այդպես կոչված տարբեր հնարավորություններ նույնպես կարան բացվեն, բայց բացի իրանական ճգնաժամից նաև կա ռուս-ուկրաինական պատերազմի հետագա ընթացքը, հնարավոր սառեցումը, հնարավոր, ասենք, Ռուսաստանի դիրքերի վերաիմաստավորումը հետխորհրդային տարածքում ներառյալ Հարավային Կովկասում, բնականաբար այդ բոլոր գործոնները նույնպես Ադրբեջանը դիտարկում է իր երկարաժամկետ ռազմավարության համատեքստում։ Սերգեյ, դուք մայիսի նպատականչի հիշատակեցիք, հա։ Բնականաբար։ Ինչ կոնտեքստում, այնտեղ ինչ կարող է տեղի ունենալ, որը կենթադրի, որ process-ը վերադառնում է նախկինում։ Հասկանալի է, որ ոնց որ դա նաև նախկինում էր, նախկին տարիներին եւ տասնամյակների ընթացքում եւ Ռուսաստանի եւ արևմտյան կողմերի, այստեղ մենք կարող ենք բաժանենք եվրոպական եւ ամերիկյան արդեն, ինչ որ մրցակցություն կա, թե իրական այդ բանակցային գործընթացի առաջատար որ գերերտորությունն է լինելու, առավելևս այն պայմաններում, երբ որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն վերջի 1-2 տարվա ընթացքում արդեն դուրս են եկել ուղակի երկկողմ բանակցությունների, բայց համենայն դեպս թե որ ուժի, որ աշխարհակաղակական դերակատարի հովանու տակ դա տեղի կունենա, նույնպես բնականաբար անդրադառնալու է եւ կարա երկարաժամկետ, ասենք, անդրադարձ ունենա տարածաշրջանային քաղաքականության վրա եւ հասկանալի է, որ Մոսկվան կփորձի օգտագործել նաեւ այս առիթը, որտեղ որ արդեն ադրբեջանական կողմը հայտարարել է, որ մասնակցելու է, հայկական կողմի
արձագանքների պահով դուք կարծում եմ տեղյակ եք, բայց համենայն դեպս հասկանալի է, որ Մոսկվան կփորձի օգտագործել այս բանը, առավել եւս նաև օգտագործելով այն գոնե այս բային նպաստավոր մթնոլորտը, որը որ ստեղծում է Ռուսաստանի համար եւ ռուս-ուկրաինական, ասենք, ռազմաքաղաքական գործընթացի եւ նաև Միացյալ Նահանգներ Ռուսաստան այդ դիվանագիտական խաղին, որը որ մենք բոլորս տեսնում ենք վերջի շաբաթների ընթացքում։ Այստեղ մի նրբություն կա, որ վերաբերում է երևի Բաքու-Մոսկվա հարաբերություններին, որոշակիորեն խաթարված եւ դրանից հետո առաջին անգամն է կարծեմ Ալիևը գնում Մոսկվա։ Այո, մենք հիշում ենք, որ այդ հայտնի Ինքնաթիռի վթարի հետ կապված Ադրբեջանը չափից ավելի ինչ որ ճնշում փորձեց իրագործել, ցույց տալով նաև իր հնարավորությունները նաև Մոսկվայի հետ ինչ որ հարաբերություններում, բայց այն աննախադեպ զարգացումները, որոնք որ տեղի ունեցան նաև Տրամպի ադմինիստրացիայի քայլերին, ուկրաինական, ամերիկյան Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունում թվում է որոշ չափով սառացրին ոգևորությունը Բաքվում, բայց բնականաբար նաև մենք պիտի հասկանանք, որ բացի այդ հրապարակային ոնց որ արտացոլումներից, նաև Ռուսաստանը եւ Ադրբեջանը բավականին լուրջ անվտանգային եւ տնտեսական շահեր են կիսում, հատկապես արևմտյան պատժամիջոցների ֆոնի վրա։ Հիմա Մինսկի խումբ։ Մենք ինչ ունենք Մինսկի խմբի հետ, ինչ խնդիր ունենք, եթե ունենք, Բաքուն ինչ խնդիր ունի Մինսկի խմբի հետ, եւ ինչքանով է տրամաբանական համատեղել այս խնդիրները։ Ադրբեջանի մոտեցումը հասկանալի, Ադրբեջանը ուզում է բոլոր հնարավոր տարբերակները, հնարավորությունները օգտագործի, որ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված որևէ լծակներ, որևէ հնարավորություններ ոչ միայն Հայաստանը, այլ նաև երրորդ ուժերը չունեն։ Այստեղ Բաքվի նպատակը պարզ է այստեղ։ Բաքվի նպատակը պարզ է, Հայաստանի նպատակը նույնպես հասկանալի է եւ հայկական կողմը որ նշում է, որ պատրաստ է այդ համատեղ հայտարարությունը կամ դիմումը կամ այդ փաստաթուղթը Մինսկի խմբի լուծարման մասին ստորագրել նույն այն օրը, երբ որ կստորագրվեն խաղաղ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Դա նշանակում է մի շատ պարզ բան, որ Հայաստանը նաև հասկանում է, որ եթե Ադրբեջանը դա պահանջում է եւ Մինսկի խմբի լուծարման չլուծարման հարցը, դա այն եզակի լծակներից է, որ հայկական կողմի մոտ դեռ մնացել է, հաշվի առնելով, ոնց որ ես նշեցի, եւ դա իսկապես ամենակարևոր հանգամանքն է, որ ռազմաքաղաքական եւ աշխարհակական բալանսը դեռ մոտակա ժամանակներում հայկական կողմը դժվար թե կարողանա վերականգնի։ Դա միակ լծակն է, որ Ադրբեջանի կհամոզի նստել փաստաթղթի ստորագրման։ Ես չեմ կարծում, որ դա այն լծակն է, որը վճռորոշել նույն ձևով նաև Եթե հասկանում ենք, որ դա Բաքվին շատ է պետք, ուրեմն ինչպես նաև օրինակ այդ իրավական հայցերի միջազգային դատարաններում, այսինքն երկում հետ կանչի եւ այլն, հասկանալի է, որ նույն չի, որ Ադրբեջանի համար դա ամենամեծ առաջնահերթությունն է, բայց ամենայնպես Ադրբեջանը ցանկանում է դա ստանալ եւ հայկական կողմի այն եզակի լծակներից մեկն է, որը որ դեռ ունի, բայց ձեր հարցի տրամաբանության մեջ ես նաև մի այլ հանգամանք կարա նշեի, որը որ կարա գոնե տեսականորեն ազդի բանակցային գործընթացի ոնց որ տրամաբանական ավարտին, Ադրբեջանը արդեն վերջի 5 տարվա ընթացքում օգտագործում է եւ ունի հնարավորությունների շատ լուրջ պատուհան ռազմաքաղաքական, աշխարհակական, բարոյական առումով, բայց նաև Ադրբեջանում նույնպես հասկանում, որ այդ պատուհանը կարա փակվի եւ տեսականորեն Ադրբեջանը կարա ինքը գնա ինչ որ այդ ասենք բանակցային գործընթացի աշխուժացմանը ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, եթե զգա, որ այդ հնարավորությունը պատուհանը կարա փակվի եւ Ադրբեջանը իր մաքսիմումը Հայաստանից չի ստանալու կամ այլ տրամաբանությունից ելնելով փորձի օգտագործի այս բանը կապիտալիզացնելու արդեն ձեռք բերված հնարավորությունը։ Այդ դեպքում հնարավոր է, որ Ադրբեջանը կարա գնա արտաքին քաղաքական, աշխարհական, ներքաղաքական տարբեր
հաշվարկներից ելնելով, բայց այս բանը ես դեռ չեմ տեսնում դրա պրակտիկ արտացոլումը։ Միսկի խմբի անդամներից ես որևէ արձագանքի չեմ հանդիպել, թե նրանք ինչպես են վերաբերում այդ Բաքու-Երևան լուծարման շուրջ երկխոսությանը։ Բաքուն ու Երևանը իրավասու են ինքնուրույն լուծելու այդպիսի հարց։ Ինչքան որ դուք հասկանում եք, խոսքը գնում է ԵԱԿ-ի շրջանակներում գործող ֆորմատի մասին։ Այո, եռանախագահների։ Այո, եռանախագահների։ Եվ այստեղ երկու խնդիր կա։ Առաջինը, որ հատկապես ուկրաինական պատերազմի սկզբից հետո ԵԱԿ-ն որպես մի կոնսենսուսային անվտանգային ֆորմատ Եվրոպայում կորցրել է իր նշանակությունը։ Մենք չգիտենք արդյոք ուկրաինական պատերազմի ավարտի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություն բարելավման դեպքում այս ֆորմատը վերակենդանանալու է, թե չէ։ Եվ ԵԱԿ-ի Մինսկի խումբը կարևոր էր մի նախորդ ոնց որ քաղաքական իրականության առումով։ Այս բանը ինքը ունի ավելի շատ ինչ որ խորհրդավոր նշանակություն ԵԱԿ-ում գրեթե բոլոր ֆորմատներում գործում է կոնսենսուսի գաղափարը, ինչը նշանակում է, որ ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը չեն կարող միակողման ինչ որ խնդիրներ առաջ քաշել, եւ այստեղ նաեւ հասկանալի է, որ Ադրբեջանի հաշվարկայինն է, որ եթե կոնֆլիկտի անդամ կամ մաս կազմող երկրները իրանք են պահանջում դրա լուծարմանը, ապա միգուցե այլ երկրների կողմից ինչ որ բացասական ռեակցիա չի լինելու առաջերտի համանախագահների կողմից, բայց ոնց որ դուք նշեցիք, այդ ռեակցիան չկա եւ նաեւ հասկանալի է, որ այդ հաշվարկները նաեւ կախված կլինեն ընդհանուր աշխարհական գործընթացներից, ոչ միայն Հարավային Կովկասում։ Այսինքն այնպես չի, որ ենթադրենք Երևանն ու Բաքուն համաձայնում են ինչ-որ մի տեքստի շուրջ, երկուսով ստորագրում են, ավարտվում է process։ Դա պիտի հավանություն ստանա նաեւ ԵԱԿ-ի համապատասխան այդ պրոցեդուրային ձևաչափներով։ Հայաստանի արտգործնախարարը այսօր ասել է. Մինսկի խումբը հավելյալ արժեք չի տա եւ կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության դեպքում։ Կարգավորված հակամարտության դեպքում։ Ես նորից գամ 17 կետանոց կարգավորմանը, այդ 17 կետանոց կարգավորումը հակամարտության կարգավորում է։ Էլի մենք այդ հարցը քննարկեցինք, տեսականորեն այո, ենթադրվում է, որ խաղաղության պայմանագիրը դա ինչ որ խաղաղության երաշխիք է մեր տարածքներում, բայց մենք գիտենք նաև, որ բազմաթիվ այլ փաստեր տարբեր, ասենք, երկրներ ստորագրել են, բայց խաղաղություն չէ ստացել։ Նույն Ուկրաինայի դեպքում դուք հիշում եք հայտնի Բուդապեշտի մեմորանդումը, որը ստորագրողներից եւ երաշխավորներից եղել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը եւ գիտեք ինչով դա ավարտեց։ Կայուն խաղաղությունը, եթե կան հակամարտության լուրջ հոգեբանական, քաղաքական, պատմական պատճառներ, ինչ որ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում ցավոք սրտի իրականությունը, այդ կայուն խաղաղությունը եւ երկարաժամկետ խաղաղությունը կարելի է ապահովել միայն ուժային եւ քաղաքական բալանսի ներկայությամբ, որը որ այս բանը մենք չունենք, բայց նաեւ կա այլ հակառակ տրամաբանությունը, որ նույնիսկ եթե կա բալանսը, բայց դա չի ձևավորվել փաստաթղթի դեպքում, դա նույնպես չի ապահովում լիակատար խաղաղություն ինչ որ մի տարածաշրջանում։ Այսինքն եռանախագահների հարթակը վերացնելը ռիսկային է բոլոր դեպքերում։ Իրականում մենք պիտի հասկանանք, որ այս ստեղծված քաղաքական իրավիճակում Մինսկի խումբը բնականաբար չի կարող աշխատի եւ հնարավորություններ ունենա, բայց գոյություն ունի։ Բայց գոյություն ունի որպես ինչ որ մի, ասենք, լծակ ինչ որ մի ֆորմատ, որը որ ինչ որ սառեցված որևէ ֆորս մաժորի կարող է արագ կարա որևէ ձևով արձագանքի, կարա եւ չարձագանքի եւ Ադրբեջանի մտադրություններն ու վախերը դրանով են պայմանավորված, ինձ թվում է մի քիչ չափազանցված են, բայց նաեւ հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է մաքսիմումով ստանալ այն, ինչ որ փորձում է կորցել հայկական կողմից։ Ադրբեջանը ձգում է նաեւ սահմանազատման process-ը։ Դա իր այս կապված գործընթացն է։ Դա է ուզում հարցը։ Բնականաբար։ Շնորհակալություն, որ եկաք։ Այսքանը։ Սերգեյ Մինասյան, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն։